Ճիշտ կլինի անցնենք հարցերին։ Տիկին Հակոբյան, երեք հրապարակած քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակը, արդ է, որ այն գլխավորել են Քոթաշյանը, ստեղծյան ինքը լինելու է ձեր վարչապետ տեխնատում, բայց ցուցակի առումով կարծես թե որևիցե անհապաղ չկա, 5 դեմքերով մասնակցում եք ընտրություններին, ինչու փոփոխությունների չգնաց քաղաքացիական պայմանագիրը դեմքերի առումով, ինչն էր հարցը այստեղ։ Շատ լավ։ Մենք միշտ էլ ասել ենք, որ որևէ այդպես աշխարհացուն անակնկալների մի սպասեք, որովհետև ողջ այս process-ը մեր ցուցակի ձևավորման եղել է ձեր աչքի առաջ, կհիշեք, որ նախ մարդիկ ով ցանկություն ուներ լինելու падգամավորի տեխնացու հայտ էր ուղարկել, հետո մենք վարչությունը արդեն շատ երկարատև դուք եք տեսել եք նաև վարչապետի հրապարակած տեսանյութերով այդ տեխնացուներին լսել է, հաստատել է ցուցակը, հետո երկրորդ փուլ ենք ունեցել ընտրությունների եւ այսինքն այն մարդիկ են, որոնք ցանկություն ունեցել են լինելու քաղաքացիական պայմանագրի ցուցակում եւ որոնք նաեւ անցել են մեր համաժողովի, մեր կուսակցականների ֆիլտրով, ստացել են համապատասխան ձայներ եւ ըստ այդմ ռեյտինգը ձևավորվել է։ Սա է։ Իսկ նոր դեմքերի մասով դուք նաև անգամ 50-յակում կտեսնեք նոր մարդիկ, նաև երկրորդ 50-յակում մեր ցուցակի կան նոր մարդիկ, կան մարդիկ, որոնք ցուցակում են, բայց ցավոք ներքև են, այսինքն գործող պաշտոնյաներ, շատ նորմալ թափանցիկ process-ը տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է մեր ցուցակը։ Եվ եթե կարելի է վարկանիշային, այսինքն ցուցակը ձևավորվել է վարկանիշները հաշվի առնելով, տեխնացուների ճիշտ հասկացա։ Ոչ, ցուցակը ձևավորվել է համաժողովի մասնակիցների, մեր կուսակցականների, ընտրողների ստացած քվեներով։ Ընտրողները քվեարկել են, եթե հիշում եք, սկզբում 280-ից ավել ցուցակում տեխնացուներ կային, ընտրել է իր ցանկացած 50-յակին, հետո արդեն ձևավորվել է ամբողջ ցուցակը եւ առաջին 50-յակը մեկ անգամ եւս մենք քարոզարշավ ենք ունեցել, որին եւս հնարավորություն եք ունեցել հետևելու եւ ապա նորից քվեարկություն եղել, որպեսզի առաջին 50-յակը եւս ձևավորվի ավելի ռեալ ձայներով։ Ներառնում էր, որ արդյոք Տիգրան Աբինյանի ներողություն Տիգրան Աբինյանի վարկանիշը ԿՊ-ում նվազել է, որ նա հայտնվել է 50-յակում։ Հարցը դա էր։ 50-յակում հայտնվելը խոսում է վարկանիշ ունենալու մասին եւ բարձր վարկանիշ ունենալու մասին։ Առաջին 50-յակը ամենաշատ ձայներ հավաքած մարդիկ են։ Ես չեմ ուզում հիմա համեմատական անցկացնեմ, թե նախկին ցուցակում պարոն Աբինյանը որ երրորդն էր, այս ցուցակում որ երրորդն է, որովհետեւ նախորդ անգամ չի եղել այս վարկանիշավորումը կուսակցականների կողմից, այլ վարչությունն է որոշում կայացրել։ Այս անգամ այլ կերպ է տեղի ունեցել ձևավորումը, դրա համար համադրելի դեպքեր չեն, էլի, որ ասենք, այ նախորդ անգամ համաժողովը գտել էր, որ X տեխնացուն օրինակ երրորդն է, այս անգամ 50-երորդն է նվազել է, տարբեր կերպ է տեղի ունեցել ձևավորումը։ Տիկին Հակոբյան, ես ուզում եմ անդրադառնանք եկեղեցու միջադեպին, այդ միջադեպից հետո երիտասարդի մայրը դիմել էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին, որպես երաշխավոր կանգնի, որպեսզի կալանքի որոշումը փոփոխվի։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք որպես падգամավոր, արդյոք եւ որպես մայր, արդյոք չեք կարծում, որ կարելի է այո երաշխավոր կանգնել, կալանքի որոշումը փոխվի եւ օրինակ դուք հնարավոր է նման առաջարկով հանդես գաք։ Ես որպես կին, որպես մայր, որպես падգամավոր շատ ցավում եմ միջադեպի համար, բայց պետք է հաշվի առնենք, որ տեղի ունեցել միջադեպ չափահաս մարդու մասնակցությամբ, որին իրավական գնահատական է տրվել։ Այստեղ քաղաքական խոսակցություն չկա։ Մենք մեր քաղաքական թիմով այս հարցը չենք քննարկել անգամ, որովհետև քաղաքական գործիչները կապ չունեն միջադեպի հետ այնքանով, որ որոշում ընդունեն դրա հետ կապված այս առումով։ Բայց մյուս կողմից, օրինակ նույն քաղաքական գործիչները կարծում եմ այլ հանձնառություն պետք է ունենան։ Պետք է հասկանանք, որ այն ատելության մթնոլորտը, որը տևական ժամանակ գեներացվել է հանրապետությունում, ինչի արդյունքում 18-ամյա երիտասարդը նման ագրեսիվ վարքագիծ է դրսևորել եւ հարձակման փորձ է տեղի ունեցել երկրի վարչապետի հանդեպ,
Այս ամեն ինչը արդյունքն է այդ գեներացված ատելության մթնոլորտի։ Եվ այո, քաղաքական գործիչները այս առումով լիքը անելիք ունեն։ Մենք հենց այս մթնոլորտը հաշվի առնելով էլ նախորդ տարի ընդունեցինք մեր էթիկայի կանոնագիրքը եւ նաեւ կոչ արեցինք մնացած քաղաքական կուսակցություններին եւս գնալ այդ ճանապարհով։ Բայց ինչպես տեսակ, մենք միակն էինք, որ այդ քայլն արեցինք, մեզ սահմանափակեցինք եւ այս ամեն ինչում պետք է դոշ ծեծելուց առաջ մեղավորությունը իրենց զգան, նույն ընդդիմադիր քաղաքական գործիչները, որտեղ նրանք են ստիպել, որ 18-ամյա երիտասարդը ատի եւ ցանկություն ունենա հարձակվել երկրի ղեկավարի վրա։ Ինչու ոչ նաեւ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք մեծ հաճույքով գեներացրել են այդ ատելությունը։ Կարծում եմ բոլորը այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն, բայց տեղի է ունեցել արարք, որը իրավական գնահատական է ստացել եւ մենք որևէ միջամտություն չունենք, անգամ վարչապետին էլ չի ասում էին կարող եք ներել, ոչ մեկ չի մեղադրել որ ների, տեղ է ունեցել միջադեպ, որի իրավական գնահատական է տրվել։ Տիկին Հակոբյան, դուք իշխանությանը դուրս դրեցիք, իշխանությունը ատելությունը գեներացնելու այդ ճանապարհին առաջամարտիկ չի։ Մենք մեր հանձնառությունը նաեւ այդ ատելության մթնոլորտի մեղմացման վերցրել ենք, դրա համար գնացել ենք առաջին քայլի, մեզ սահմանափակել ենք։ Մի կողմը չի կարող ոչ մի դեպքում միայն մի կողմը մեղավորություն ունենալ։ Պարզ է, որ քաղաքական բանավեճ է եւ փոխադարձ մեղադրանքներ եւ այլն եւ այլն։ Բայց մենք 1 տարի առաջ գնացել ենք, այդ հանձնառությունը վերցրել ենք, ինչը մյուս կողմի դեպքում որևէ արձագանք չի ստացել։ Սա ես մեզ դուրս չդրեցի։ Ես ասացի, մենք դա հասկանալով մեզ սահմանափակել ենք, բայց մյուս կողմը շարունակել է նույն վարքագիծը, նույն ամենավերջին մեղադրանքներով եւ հայոյախոսություն ինչու ոչ, վիրավորանքներ, եւ երբ որ իրավական ճանապարհով ես գնում, սկսվում են մեղադրանքները, որովհետեւ երևի հասարակությունը կամ նույն ընդդիմադիրները սովոր են, որ այլ կերպ հարցերը լուծվի։ Թաղային հեղինակություններ, մարդիկ, չգիտեմ, շենքերի հետևում այդ հարցերը լուծվեն, ռեստորանների զուգարաններում հարցերը լուծվեն։ Երևի դրան են սովոր։ Պետք է իրավապահ համակարգը, ուժային համակարգը ոչինչ չանի, որևէ գնահատական չտա։ Մենք դեմ ենք դրան, որովհետև կարծում ենք նաև 2018 թվականին այդ գործելավոճը մերժել է ողջ հասարակությունը եւ մենք այլևս հնարավորություն չունենք եւ ցանկություն չունենք հետ գլորվելու մինչ հեղափոխական Հայաստան։ Տիկին Հակոբյան, ես ուզում եմ կրկին անդրադառնանք ձեր ցուցակի ձևավորմանը։ Հիմա որ նայում եք, այսինքն որ նայենք ցուցակին, ինչպես հասկանանք, ինչ ստանդարտներով են ի վերջո առաջնորդվել ձեր կուսակից ընկերները քվեարկությունը կատարելիս։ Օրինակ, եթե դուք փորձեք ձևակերպել այդ ստանդարտները, ապա ըստ ձեզ ինչն են հաշվի առել, ընտրելով տարբեր տեխնացուների այս կամ այն հորիզոնականում լինելու հանգամանքը։ Գիտեք, շուրջ 1000 պատվիրակ յուրաքանչյուրը իր ստանդարտներն ու պատկերացումներն է ունեցել։ Մեծ հաշվով դա գնահատական է նախորդիվ շրջանում գործիչների գործունեությանը։ Եվ դուք միայն հանրային գործունեություն մի պատկերացրեք, նաև կուսակցական գործունեություն կա, մենք նախաձեռնող նիստեր ունեն մենք պարբերաբար եւ մեր տարածքային կառույցներում եւ կենտրոնական գրասենյակներում եւ շատ մեր գործընկերներ հնարավորություն են ունեցել նաև այդպես իրենց դրսևորել։ Տիմերում գործունեություն ծավալողներ եւ այլն եւ այլն։ Եվ յուրաքանչյուր պատվիրակ գնահատելը յուրաքանչյուր տեխնատուի նախորդիվ գործունեությունը կարծում եմ։ Եթե առանձին վերցնենք, ես օրինակ գնահատել եմ իմ գործընկերների եւ նախորդիվ գործունեությունը, եւ օգտակարությունը, եւ բարեվարքությունը, եւ կրթությունը, ամեն ինչ։ Եվ յուրաքանչյուրը իր ստանդարտներն է ունեցել։ Տիկին Հակոբյան, մի հատված նախընտրական ծրագրից կուսակցության, այդտեղ նշում է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում։ Դա ըստ էության սա բացառիկ է, առաջին կուսակցությունն է, որ նախընտրական ծրագրում այսպիսի
դրույթ է ներառում կարելի ասել նախ մինչ այս քայլերը հա արդյոք հանրության կողմից այդ հակազդեցությունը վերաբերմունքը ցույց չի տալիս որ պետք է այս առումով գոնե կանգ առնել ու որպես հետագայում այդպես հաջողություններ չեք ունենալու ու ինչպես է դա պատկերացնում ասենք ընտրություններից առաջ ընտրություններից հետո ընտրվելու դեպքում այս նախընտրական ծրագրի կյանքի կոչումը ոնց է պատկերացնում կոնկրետ Ես առհասարակ մտածում եմ, որ Կտրիշ Ներսիսյանը այս ողջ ընթացքում երբ մերժել է իր հավատացյալն իրեն, ոչ միայն հավատացյալները, այլ հոգևոր վերնախավի շատ մեծ հատված մերժել է իրեն, ինքը մնացել է սպասելով համապետական ընտրություններին։ Արդյունքում, եթե իր կոալիցիոն գործընկերները կարողանան գալ իշխանության, ինքը հանգիստ կշարունակի որպես կոալիցիոն գործընկեր արդեն եկեղեցու տեղամասում նախընտրական շտաբում իր շարունակել իր գործունեությունը։ Եթե ոչ, կարծում եմ ունի այնքան խոհեմություն, որ ինքնուրույն կհեռանա հանգստի։ Շատ հոգևորականներ միանում են եկեղեցու նորոգման օրակարգին։ Շատերը ինչ պատճառներով, պետք է հասկանալ դեռ ինչ պատճառներով, հետ քայլ են անում, եւ եթե հաշվի ենք առնում հանրային ասված այն դեպքերը, Եվ նույն Կտրիշ Ներսիսյանը ստիպում էր իր հոգևորականներին, օրինակ պատերազմում զոհված հերոսի մորը բերել միտինգների, վարչապետի դեմ ցույցերի, կարելի է հասկանալ, թե ինչ է կատարվել, որ այո, որոշ հոգևորականներ հետ քայլ են արել։ Չէ՞ որ նա էլ հոգևոր դաշտում ունի իշխանություն եւ նախադեպերը ցույց են տալիս, որ լծակները իր ամբողջությամբ կիրառում է, վատառումով է կիրառում, ոչ թե լավ առումով, եւ կարծում եմ ես նրան չեմ ուզում հիմա գնահատական տալ, եւ առաջիկայում արդեն, երբ որ այդ օրակարգը ավելի տեմպը կարագանա, եւ վստահ եմ, որ ընտրությունից հետո հատկապես Կտրիշ Ներսյանը ինքը կտեսնի, որ անիմաստ էր, որ այսքան էլ սպասեց, ինքնուրույն կհեռանա։ Եվ այ հետո նոր դուք կտեսնեք, կլսեք նրա մասին այն ինչ որ մեզ լեգենդ է թվում, ինչքան իրական է։ Այնպես ինչպես հեղափոխությունից հետո նույն նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ էին տարբեր բաներ պատմում։ Մենք կապ չունենք որևէ նշանակման հետ, հոգևորականները իրենք պետք է գան որոշման եւ ընտրեն տեղապահ։ Մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Տիկին Հակոբյան, ես հարց ունեմ կապված օրերս Մոսկվայում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում բարձրացված մի հարցի հետ կապված վստահ եմ տեղյակ եք, որ այդ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին եւ մասնավորապես անդրադարձավ ռուսամետ քաղաքական ուժերին ընտրապայքարին մասնակցելու հնարավորություն տալու։ Տիկին Հակոբյան, ձեր դիտարկմամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի այս հայտարարությունը արդյոք չի նշանակում սատարում կոնկրետ քաղաքական գիծ դավանող քաղաքական ուժերին եւ արդյոք սա միջամտություն չէ սուվերեն պետության ներքին գործերին։ Շնորհակալություն։ Այնինչ ժամանակին ենթադրվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահը պարզ ազատ խոսեց եւ հիշում եք բառացի ասած, որ ռուսամետ ուժեր կան, իդեպ մեկը չէ ուժեր, որոշներն անգամ ազատության մեջ չեն, ռուսական անձնագրով են, նրանք եւս կարողանան մասնակցել։ Սա կամ Հայաստանի օրենսդրության չիմացություն է, ինչը նորմալ է, մենք էլ ամեն ինչ չգիտենք Ռուսաստանի Դաշնության կարգերի մասին, բայց պարզաբանումից հետո արդեն կհետևենք նաև Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների վարքագծին, բայց այն, որ այդ ուժերը
իրենց ամեն կերպ այս ողջ ընթացքում փորձել են զատել Ռուսաստանի Դաշնության սատելիտ լինելու հանգամանքից, այն որ փորձել են սլակները տարբեր, հա, օրինակ իրենք էլ են դիվերսիֆիկացիայի մասին խոսել, այո, երաշխավոր Ռուսաստանի հետ այլ երկիր են տեսել, հա, փորձել են իրենց կտրել այդ ռուսամետ լինելու այդ անվանումից, հիմա արդեն էլ ոչինչ չեն կարող ասել։ Սա է ամբողջը։ Երեք էլ ես նայում էի տարբեր մեկնաբանություններ, նույն Նարեկ Կարապետյանը ինչպես էր մեկնաբանում, հա, ընդհանրապես փորձում են արդարանալ, արդարացնեն, բայց սրանում դուք շատ ունեք ասելիք, որովհետև մինչ նախընտրական բանավեճերը, որտեղ քաղաքական գործիչները միմյանց հետ կարող են բանավիճել, դուք շատ հնարավորություն ունեք այդ ուժերի հետ հանդիպումների, չեմ կարծում այնքան շատ ինչքան մեզ հետ, բայց ունեն մեկ հնարավորություններ, այդ ընթացքում դուք պետք է այս հարցերը իրենց տակ, որովհետև մենք այստեղ ընդհանրապես վարչապետն ընդհանրապես բացատրեց, որ դա անհնար է, այդ է ինչու են իրենք ռուսամետ, արդյոք իրանք ընդունում են իրենց ռուսամետությունը եւ այլն, այսա իրենք պետք է պատասխանեն։ Եվ կարծում եմ նաեւ այդ նույն ռուսամետ ուժերից, օրինակ մյուսը հանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ ինքը չի մասնակցում, հասկացավ, որ անիմաստ է պայքարել ինչ-որ 1%-ի համար ձայն ունենալու դեպքում։ Ռոբերտ Քոչարյանը տեսնում եք, որ ճիշտ է չունի այդ շրջահայացությունը, ինչպես հանրապետական կուսակցությունն է Սերժ Սարգսյանն է, բայց կգնա երևի հետևողականորեն մի 5-6% ձայն փոշիացնելով, այնտեղ մնում է 1-2-3 ռուսամետ ուժեր եւ պարզ է, որ պետք է Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն ունենա պահպանել իր ռուսամետ որոշ ուժերի ներկայությունը, բայց այս առումով ուզում եմ ասել, որ այդպես, գիտեք, բան է դարձել, էլի, մեկը ռուսամետ է, մեկը արևմտամետ է, պետք է քաղաքական ուժերը հասկանան, որ ամենակարևորը հայամետությունն է եւ հայամետության շահերից է բխում բոլոր երկրների հետ, Արևմուտքի հետ, Ռուսաստանի Դաշնության, բոլոր երկրների հետ աշխարհի, աֆրիկյան երկրներ, բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, զարգացնել ավելի հարաբերությունները, ու եթե դուք նայում եք մեր նախորդի գործունեությանը, մենք մի տարվա մեջ եւ Չինաստանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, ես ինչքան ինչ ուժեր եմ, էլի, Գերմանիա տարբեր ուժերի հետ, մենք լավարկել ենք մեր հարաբերությունները, փաստաթղթավորված լավարկել ենք ռազմավարական գործընկերություն եւ այլն եւ այլն։ Եվ սա է բխում Հայաստանի Հանրապետության շահերից, ոչ թե մի կենտրոնից կախվածությունը, որովհետեւ մենք նախորդիվ մեր Հայաստանի պատմության ընթացքում տեսել ենք եւ համոզվել ենք, որ մի կենտրոնից կախվածությունը մեզ աղետների է բերում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստանի ներքին գործերի միջամտությանը, Դե այս առումով ես պատասխանեցի, որ միգուցե Ռուսաստանի Դաշնության նախագահը տեղյակ չի եղել մեր օրենքներից եւ հաջորդիվ մենք վարքից կկարողանանք այդ գնահատականը տալ։ Չէ, իմ հարցը մի քիչ այլ համատեքստում էր Տիկին Հակոբյանը, Հասկանում եմ համատեքստը։ Մեկ երկրի նախագահը ասում է, որ թույլ տվեք, որպեսզի մասնակցեն ռուսամետ ուժեր առանց տարբերակում մտցնելու, ով է ազատազրկման վայրում, ով է ազատության մեջ եւ այլն։ Փաստն ինքնին, որ թույլ տվեք մասնակցել, սրան էր վերաբերում հարցը։ Հա, թույլ տվեք, լավ կլինի, որ մասնակցեն։ Դե ինչ կարող եմ ասել։ Ցանկություն եւ առաջարկ եղել է, որը մերժվել է վարչապետի կողմից։ Հիմա հաջորդիվ արդեն ինչ կլինի եւ ուզում եմ նաեւ նկատենք, որ այս առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում այս մասին չխոսվեց, էլի մենք տևական ժամանակ է ձեզ հետ հանդիպումներին հաստատ այդ առիթը բաց չենք թողել ձեր հարցերին պատասխանելուց, ասենք, որ անհնար է, չկա հնարավորություն մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող մարդուն լինելու Հայաստանում падգամավորի տեխնացու, падգամավորի։ Շնորհակալություն։ Տիկին Հակոբյան, ձեր նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ինչպիսի ներկայացվածություն ունեն եւ արդյոք այս վերջին շրջանում տարբեր կուսակցությունների միավորումը ինչ որ մտածելու տեղիք տալիս է ԿՊ-ն, որ կոալիցիայի գնա։ Ով կոալիցիայի գնա ընդդիմությունը։ Քաղաքացիական պայմանագիրը ինչ որ ուժի հետ։ Մենք նման պլան չունենք, չենք դիտարկում։ Մենք ունենք միայն մեկ պլան A եւ վերջ։ Դա մեր համանդրական մեծամասնություն ունենալն է։ Մենք չունենք երկրորդ, երրորդ պլան կոալիցիաներ եւ այլն։ Եվ հետո տեսնում եք, որ ողջ քաղաքական դաշտում կա կոնսենսուս -1 հասկացություն ընդդիմության մոտ։ Այսինքն բոլորը գնում են ընտրությունների, որպեսզի հեռացնեն քաղաքացիական պայմանագրին։
Սա միանշանակ է, ինչ վերաբերում է մեր ազգային փոքրամասնություններին, դուք այս անգամ մեր ցուցակում կտեսնեք ավելի շատ ներկայացվածություն ազգային փոքրամասնությունների եւ իհարկե մեր նախորդիվ գործունեություն ծավալած ազգային փոքրամասնության ներկայացուցիչները եւս այդ ցուցակում են, բայց նաեւ ունենք նաեւ այլ անդամներ, ինչպես Սահմանադրությունն է, օրենքներն են նախատեսում այդ կարգով առաջ ենք ընթացել։ Տիկին Հակոբյան, կրկին ցուցակների հետ կապված, հա, խնդրում եմ նշել ցուցակները կազմելիս ստանդարտների մասով դուք նշեցիք, որ հաշվի առնվել ոչ միայն նրանց հանրային գործունեությունը, այլ նաև կուսակցական գործունեությունը, նաև նրանց պաշտոնական գործունեությունը։ Խնդրում եմ կասեք, եղել են օրինակ գոլեգաներ, տեխնացուներ, որոնց ներառումը ցուցակում, այսպես ի սկզբանե կտրականապես ոչի տակ է, հա, այսպես ասած եղել, այսինքն ի սկզբանե որոշվել է, որ չէ, ենթադրենք X անձը չի կարող այլևս ներառվել ցուցակում։ Մենք ամենասկզբում ունեցել ենք շատ տեխնացուներ, որոնք ցանկացել են լինել падգամավորի տեխնացու, բայց արդյունքում հաստատվել է ավելի քիչ մարդկանց տեխնացությունը։ Բնականաբար վարչությունը, ով պատասխանատու է գրանցման համար տեխնացուների, իրավասություն ունեցել է որոշ գործընկերների գրանցումը մերժելու, այո, եւ բնականաբար եղել են նման գործընկերներ տարբեր պատճառներով եւ ես չեմ ուզում հիմա հետ գնալ թե որ գործընկերոջը ինչ պատճառով, բայց դա եղել է նաեւ կոնսենսուսային որոշում, ցանկացած տեխնացուի դեպքում եղել է քննարկում, հարց պատասխան ելույթից հետո քննարկում եւ քվեարկություն եւ ձայների մեծամասնությամբ տեխնացուն կամ գրանցվել է կամ ոչ։ Իսկ կանոններ կարող եք հնչեցնել, որոնք որ մերժվել են։ Այդ ամեն ինչ այնքան թափանցիկ է եղել, եթե դուք տեսանյութերում նայեք, տեսնեք այդ մարդուն եւ իր անունը չկա ցուցակում, սա ենթադրում է, որ այդ մարդը չի գրանցվել։ Շատ կան եւ գործող պաշտոնյաներ կան եւ անհայտ մարդիկ կային, ոչ կուսակցական տարբեր եւ պատճառները տարբեր են եղել։ Օրինակ կարող է լինել պատճառ, որ մենք ավելի շատ օրինակ այդ գործընկերոջը պատկերացնում ենք գործադիրում, օրինակ։ Եղել են տեխնացուներ, որոնք ունեցել են սահմանադրական անհամապատասխանություն, օրինակ երբ քաղաքացի են եղել, ինչպես Սամվել Կարապետյանը, հա։ Նման դեպքեր են եղել եւ նրանց տեխնացությունը պարզապես չի գրանցվել։ Նստակեցության ցենզի հետ կապված խնդիրներ են եղել, մարդիկ ինչպես սահմանադրությունն է, հա, նախատեսում նստակեցության ցենզին չեն համապատասխանել, այլ երկրում են ապրելուց եղել եւ այլն, ինչպես Սամվել Կարապետյանը։ Վերջ, շնորհակալություն։